Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության նախագահի երթմնակալության արարողությանը ներկա էին շուրջ 2000 հրավիրյալներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ, հյուրեր աշխարհի տարբեր պետություններից, աշխարհասփյուր հայկական համայնքներից։ Մինչ ավանդույթի համաձայն մարզահամերգային համալիր էին բերվում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները, ԺԱՄԷ-ի թղթակիցը ֆիքսեց օրվա խորհրդի մասին հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչների վերաբերմունքը։ Նրանց համար օրը տոնական է, քանի որ այս արարողակարգը պետականության շարունակականության մասին է ազդարարում։ Խորհուրդը կարևոր է։ Այս երթմնակալության ֆոնին Ազատության հրապարակում ժողովրդի մի մասի դժգոհությունն ըստ որոշ մտավորականների ազդակ է, որ իշխանությունները տեսնեն իրենց թերությունները։ Օրվա խորհուրդը եւս մի անգամ մենք ազգովի վերահաստատելու, վերագտնելու ինձ համար, որտեղ 20-25 տարի այս թողողի մեջ ենք իշխանական պետականության խորհրդանիշների հաստատումն ու հարգանքը։ Որպես մտավորականության ներկայացուցիչ, ինչպես եք վերաբերվում ժողովրդի այն հատվածի դժգոհությանը, որ այսօր Ազատության հրապարակում է։ Շատ նորմալ, դա ազդակ է, որոշակի տոկոս է դա, եւ իշխանությունները պիտի հաշվի առնեն, լսեն եւ շատ կոորդինալ, շատ էքստրեմալ, ես կասեի անգամ փոփոխությունների գնան, որ ժողովուրդը իր կաշվի վրա զգա այդ փոփոխությունները։ Դա ձայն է, դա տոկոս է եւ դա չտեսնել ու ասել չկա այդպիսի բան հնարավոր չի։ Դա հասարակական զարգացման process է եւ այդ մարդիկ ունեն դժգոհության պատճառներ եւ այդ պատճառները պիտի լսվեն ու պիտի ստանան լուծումներ։ Որոշ կադրեր երթմնակալության արարողությունից ներկայացնում ենք առանց մեկնաբանության։